Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ տարբերվող եւ հետաքրքիր հյուրեր։ Փետրվարի 20-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Դաստայևսկու ծիծաղելի մարդու երազը համանուն ստեղծագործության պլաստիկ դրաման։ Ինչի մասին էլ կխոսենք մեր գեղեցկուի հյուրերի հետ։ Այո, իսկ մեր հյուրերն են բեմադրիչ Իննա Հախնազարյանը, բարի լույս, եւ դերասանուհիներ Նարե Գրիգորյանը եւ Անժելիկ Ալեքսանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Դե տափակ հարցեր եմ, ինչպես եք սկսում ձեր առողջ, չեմ եկած բանը չենք ասում։ Բայց ես երբեմն տալիս եմ։ Հո, դու տալիս կներես։ Որտե՞ղ է ինչպես եք սկսել ձեր առավոտը։ Դե ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Ընդհանրապես կարևոր օրեր են մեզ համար եւ լարված օրեր են եւ բնականաբար մի տեսակ ոնց էր հուզականությունը շատ է այս օրերին, որովհետեւ մոտենում ենք առաջնախաղին, բայց կարծում եմ լուսավոր ենք սկսել առավոտը եւ լուսավորել գնալու ենք դեպի մինչեւ առաջնախաղ, այսպես ասած։ Դե քանի որ օրն է սկսել եք մեր մոտ, այդ արդեն նշանակում է, որ ամեն ինչ իդեալական կլինի։ Եվ մինչեւ կանցնենք ծիծաղելի մարդու երազ ֆանտաստիկ ստեղծագործությանը, որ խնդրեմ կասեք, օրինակ ըստ ձեզ, հա, ինչու՞մն է Դաստայևսկու ֆենոմենը, որ գնալով ոչ թե իր հանդեպ մարում է հետաքրքրվածությունը, այլ ընդհակառակ ամբողջ աշխարհով մեծ տեմպերով Դաստայևսկու եւ իր ստեղծագործությունների հանդեպ մեծ թափով ուժեղանում է հետաքրքրվածությունը։ Այո, որովհետեւ բոլոր ժամանակների համար է Դաստայևսկին, կարծում եմ դա եւ արդիականն իր բարձրացած թեմաները, որովհետեւ անհատի գիտեք կարող եմ ասել, որ օրինակ կոնկրետ այս գործը հոգևոր ժառանգություն է համարվում եւ իր բոլոր գործերի հանրագիտարանն է, կարծում թե մահվանից 4 տարի առաջ է նույնիսկ գրել այս գործը, մի խոսքով ամեն յուրաքանչյուր թեմա, то есть իր կարևոր թեմաները, այսինքն ամփոփված են գործում եւ կոնկրետ այս գործում անհատ շատ կարևոր հարց է բարձրացվում, անհատի վերածնման գաղափարն է արծարծվում, այդ մասին ենք մենք նաև խոսում եւ Դաստայևսկին եւ նաև մենք, իհարկե մենք մեր մեկնաբանությամբ։ Այդպես կարծում եմ, որ ինքը դասական է, ժամանակակից է բոլոր ժամանակների համար է եւ թեմաներն էլ շատ արդիական են, որովհետեւ այսօր կոնկրետ շատ կարևոր է բարձրացնել այն հարցերը, որոնք նայեք օրինակ մարդիկ բոլորը միշտ մարդիկ մեղսավոր են եւ շատերը նույնիսկ ապականում են աշխարհը եւ պետք է խոսել այդ մասին եւ յուրաքանչյուր մարդ պիտի արթնացնի իր մեջ լույսը, վերածնվի եւ գնա այդ լույսի հետևից եւ տարածի նաեւ այդ լույսը։ Ես ներողություն ուզում եմ մեր հերթատողին հիշեցնել, որ առաջին անգամ այս ստեղծագործությունը 1877 թվականին գրվել է գրողի օրագրում Դաստայևսկու եւ գլխավոր հերոսը, որը հայտնվում այդ իր երազի մեջ, տեսնում են որ ֆանտաստիկ իրականություն եւ այլն, հետո գիտեք ինչն է հետաքրքիր, որ նայեք երբ է գրվել ու կարծես թե հիմա արդի է այս ամեն ինչը, որովհետեւ այնպեսի տպավորություն մարդ գիտեր ինչ էր գրում կամ ցավոք սրտի այն ժամանակ էլ էր այդքան նյա եւ հիմա էլ է նյա։ Իրականում ոչինչ չի փոխվել, նույնիսկ ավելի է վատացել կարելի ասել, որովհետեւ 21-րդ դարն է, տեսնում եք որ հումանիզմի դարաշրջան պիտի լինի, բայց բոլորովին այլ իրականության մեջ ենք ապրում եւ տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհում եւ կարծում եմ որ շատ կարեւոր է անդրադառնալ Դաստայևսկուն եւ խոսել այդ մասին արվեստի լեզվով։ Իսկ այս ներկայացումը արդյոք հոգեբանական թերապիա է դերասանի համար։ Այո, առհասարակ Դաստայևսկին ինքն իրեն հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում թե ընթերցելուց, թե արդեն խաղալուց հատկապես ու ինքը Դաստայևսկին համարվում է մարդու հոգու խորը վերլուծաբան ու մեզ համար, դերասաններիս համար շատ հետաքրքիր է խաղալ հենց իր կերպարը, իր գրած ստեղծագործության կերպարներից ու դրանով մենք մեզ ավելի ենք սկսում ճանաչել Եվ նաև ընթացքում մաքրվում ենք, չէ՞։ Ինչպես նաև մաքրվում ենք, մենք ներկայացման ժամանակ, այսպես ասած, փորձում ենք ինչ-որ բանով մաքրվել, ընկերինայի ասած լույսը արթնացնել մեր մեջ ու նաև այսպես ասած հույսը չի մարում, այսինքն մեր ներկայացումն էլ նրա մասին է, որ հույսը պետք է միշտ հույս ունենալ ու հույսը միշտ կօգնի, այսինքն դուրս կբերի ինչ-որ վատ կամ մութ տեղերից։ Իսկ ինչ է ձեր ներսում փոխվել այս դերից հետո։ Ոնց ընկերինան ասեց, այդ լույսը իմ մեջ արթնացել է շատ ուժեղ, ես սկսել եմ ավելի շատ հավատալ թե իմ արած գործին ու
ասեմ, որ ներկայացումը հենց ի սկզբանե, երբ մենք սկսեցինք խաղալ, դա մեր ուղղակի քննությունն էր, բայց քանի որ դա մեր վերջին քննությունները լինելու բեմական շարժում առարկայից, մեր կուրսխեկը պարոն Շավերդյանը երբ նայեց Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը շատ հավանեց ներկայացումը։ Այո, մենք հանձնում ենք ունեցել։ Եվ դա արդեն դարձավ ոնց որ այսպես ասած մեծ ներկայացում, ինչի համար մենք իրեն շատ շնորհակալ ենք։ Միացավ մեծ թիմ Սուրենա Թովմասյան, ով ընկերինայի հետ զուգահեռ սկսեց աշխատել, եւ մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել։ Մենք դրել ենք մեր ամբողջ հոգին այդ ներկայացման մեջ։ Մի օրգանիզմ ենք դարձել, այո, ու աշխատել ենք հենց մի ուղղությամբ նայել, որը որ շատ կարևոր է, ընկերինան մեզ դա միշտ սովորեցրել է լինել մի օրգանիզմ եւ նայել մեկ ուղղությամբ։ Ես իդեմ բացեմ բակագծերը, իրենք 4-րդ։ Այո, ընկերինա որ ասում են։ Ես ասեմ, որ իրենք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ավարտական կուրսի Սուրեն Շավերդյանի արվեստանոցի ուսանողներն են, եւ ես իրենց դասախոսն եմ եղել, դասավանդել եմ բեմական շարժում եւ ընթացքում մենք ունենում էինք բեմադրություններ էինք անում process-ի ընթացքում, դասավանդման այժմ արդեն էլ չեմ դասավանդում իրենց, բայց եւ հետո առաջացավ այդ ցանկությունը միասին ներկայացում անելու եւ երեխաները իրենք են առաջարկել գործը, ուսանողները իրենք են առաջարկել, մինչ ես փնդրտուքների մեջ էի, թե ինչ գործ պիտի ընտրեմ, իրենք խորապես ուսումնասիրել էին գործը եւ առաջարկեցին հենց այդ գործը, ես վերընթերցեցի եւ հասկացա, որ խոսքի եւ շարժման համադրումով կարելի է հետաքրքիր ստանալ այդ ծնունդ ունենալ, այսպես ասած, եւ այդպես սկսեցինք աշխատել եւ հետո արդեն ինչպես ասած Լիկան մենք ունեցանք հանձնում եւ պարոն Շավերդյանը որոշեց, որ կարող է արժանի է ընդգրկվել ներկայացումը խաղացանկային ներկայացում արժանի է դառնալ եւ այդպես իդեպ կարող եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Քանատ կամերա ունենք, Ռուսական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին, հանձինս Սուրեն Շավերդյանի, որ աջակցեց, որպեսզի ներկայացումը ծնվի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր զգեստների նկարչին Քնքուշին Մախասյան, նկարչին Տիգրանին Հարությունյան, Վլադին, ով PR բաժնի մասնագետն է, կարողներին Նաիրային, Տիկին Սուսաննային, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ եւ մեզ աջակցել են։ Մենք էլ ենք միանում բոլոր ողջույնները, որովհետեւ եթե ոչ բոլորին, ապա մեծամասնության հետ մենք էլ ունենք շփում, կապ ու շատ սիրում ենք իրենց ողջույնները առանձնահատուկ։ Աղջիկներս ձեզ հար ներկայացումը ինչ հարցեր է կարևոր բարձրացնում, որը որ հանդիսատեսին շատ կարևոր է հասկանալ, հա, որովհետեւ գլխավոր հերոսը հոգեվոր տենց ճգնաժամի մեջ է հայտնվում, գնում է կարծես թե ինքնասպանության, բայց ամեն ինչ փոխվում է։ Իմ կարծիքով, հա, եթե ես սխալում, խնդրեմ ուղղեք։ Սա կարևոր թեմաներ է, այսինքն չարու բարի ու արհամարանքի հիմնական այդ մեթոդը է, թե էլի կան ինչ-որ բաներ թաքնված, որ մենք չենք տեսնում, բայց դուք արդեն որպես դերասաններ դա բացահայտել եք ձեր համար։ Իհարկե թաքնված, այսպես ասած, շերտեր շատ կան, բայց դա այդ մասին մի քիչ բարդ կլինի կարճ խոսել ու փակագծերը շատ չբացելու համար, ասեմ, որ դե պատմվածքի սկզբում Դոստոևսկին խոսում է հենց նրա մասին, որ մարդը անհատը ինքը միայնակ է ամբողջ աշխարհում ու ցույց է տալիս հասարակության անտարբերությունը մարդու նկատմամբ։ Գլխավոր հերոսը իրան համարում է ծիծաղելի մարդ, ոչ միայն ինքը, այլ նաև հասարակությունը նրան անվանում են ծիծաղելի մարդ ու դա այն պատճառով է, որ իրեն չեն լսում, իրեն չեն փորձում հասկանալ ու ինքը ասում է, որ ինքը գիտակցել է, ինքը տեսել է ճշմարտությունը, իսկ մարդիկ չեն փորձում հասկանալ, նույնիսկ եթե լսում են, իրենք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, իսկ այստեղ ճշմարտություն ասելով գլխավոր հերոսը նկատի ունի այն կատարյալ կյանքի այն օրինակը, որ ինքը տեսել է իր երազում ու որին, այո, մոտեցել է Աստծուն, որին մենք կարող ենք, մենք մարդիկ, սովորական մարդիկ կարող ենք հասնել, եթե չընտրեինք մեղքի ճանապարհը, բայց մեր կյանքում մեղքերը, այսպես ասած, ցավոք, բայց անխուսափելի։ Գիտեք, որ դուք որ քիչ առաջ նշեցիք, հենց երազի մասի խոսեցինք, այո, երազը յուրահատուկ ճանապարհ է հանդիսանում գլխավոր հերոսի համար, որովհետև անցնելով, նայեք, երազը ինքը երազում գործում է ոչ թե գիտակցությունը, այլ ցանկությունը, ոչ թե բանականությունը, այլ սիրտը, եւ երազի միջով անցնելով նա մոտենում է Աստծուն եւ ճանաչում է գերագույն ճշմարիտ
մարգարիտը եւ գնում է ավետելու եւ խոսելու այդ մասին, տարածելու, եւ դա շատ կարեւոր է եւ երկու աշխարհներ կա մեր ներկայացման մեջ եւ իրական աշխարհը եւ պատրանքների երազի աշխարհը, այդպես եւ չգիտեմ, ես հույս ունեմ, որ մեր ներկայացումը կգրկի հանդիսատեսի հոգին եւ կամոքի հոգիները։ Անպայման պետք է նշել, որ մեր ներկայացման ժանրը պլաստիկ դրաման է, այսինքն մենք մեր հիմնական ուղերձը, հիմնական ասելիքը ոչ թե խոսքի միջոցով ենք արտահայտելու, այլ մարմնի լեզվով, ու ինձ թվում է ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսին տեսնել զուգահեռ եւ խոսք եւ մարմնի այդ լեզուն, եւ ավելի գեղեցիկ կլինի նայել, քան ուղղակի լսելը։ Այս նույնիսկ դե ճակերտները չբացեինք իրականում, որովհետեւ հանդիսատեսը ու մեր հեռուստատողը հիմա մտածում են, ինչպեսի ներկայացում պետք է լինի, մի տղա է երևի խաղալու, հա, ինչպես sense նո, բայց աղջիկների ներգրավվածությունը արդեն ֆանտաստիկ է։ Եվ ոչ միայն աղջիկների 20 դերասան է զբաղված ներկայացման մեջ, այնպես որ իրենք հաղորդակցվում են լուր մարմնի լեզվով եւ դատարկ տարածության մեջ դատարկ տարածությունը լցնում են բովանդակությամբ, բովանդակալից շարժումով, այսպես ասած, շարժում, որը խոսք է եւ էմոցիա եւ հուզականություն է իր մեջ պարունակում եւ իսկ խոսում է միայն գլխավոր հերոսը։ Բայց այնտեղ լավ, այլևս շատ չխոսան, շատ չբացան։ Դոստոևսկին մարդկային հոգու ծայրահեղությունները, այսպես ասած, էքսպոզիցիայի է ենթարկում, որն է ձեզ համար ամենացավոտ կետը։ Հենց այդ ցավոտ կետը, հենց այդ կարծում եմ այդ լույսն է, որ պիտի ունենանք մեր մեջ։ Այսինքն դա ամենակարևորը սիրել մերձավորին եւ գթասիրտ լինել, ինչը մեր օրերում գնալով պակասում է, ինչպես տեսնում ենք, դա է կարևորում շատ եւ մի խոսքով։ Եվ հավատը չկորցնելու կարողությունը մարդկանց, որովհետեւ իր գործերում շատ մեծ տեղատրվում հավատին ու պետք է երբեք չկորցնել հավատը ու դրանով փորձել ինքնամաքրվել։ Օրինակ, ըստ իս, ես գիտեմ, որ դա այդպես է, որ Դոստոևսկին ինձ շատ դժվար էր իրականում գրում ու Դոստոևսկին ընթերցել է, դա ամեն մեկի բանը չի։ Օրինակ, ես հիշում եմ դպրոցական տարիներին, երբ որ մեզ հանձնարարել էին «Преступление и наказание», հանցագործությունների պատիժը։ Իրականում ռուսական կրթության հետևանքն է։ Ես օրինակ կարդում էի, բայց անկեղծ եմ ասում, հա, ես չի հասկանում ինչ էի կարդում։ Ու իմ համար էլ ինքը տես դպրոցական տարիներին այդպես էլ մնաց անհասկանալի ու սխալ միջև վերջ, տենց ուղղակի կարդացել եմ կարդալու համար, որտեղ հանձնարարել էին, էլի։ Դա այդպես է իրականում, թե ոչ, բացի դա Դոստոևսկի խաղալ է, դա արդեն ուրիշ լեվել է։ Գիտեք, բայց այդ իմաստով օրինակ իմ սիրելի հեղինակներից է Դոստոևսկին եւ շատ հոգեհարազատ է, որովհետեւ այո, ինչքան այնքանով է հեշտ ավելի ճիշտ, որովհետև ինքը հոգեբանական է եւ նաեւ մենք էլ հոգեբանական թատրոնի կողմնակից ենք եւ ինքը շատ էմոցիոնալ գրող է եւ այսպես ասած դա մեզ շատ հոգեհարազատ է եւ բեմում մենք ճիշտ ձուլվում ենք իր հետ եւ հետաքրքիր է շատ աշխատելը։ Վաու։ Իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ մեր ռեստորատորին հիշեցնել, որ փետրվարի 20-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ հանդիսատեսի դատին կհանձնվի Դոստոևսկու ծիծաղելի մարդու երազը համանուն ստեղծագործության պլաստիկ դրաման։ Իսկ մեր հյուրերն էին բեմադրիչ Իննա Ախնազարյանը, դերասանուհիներ Նարեկ Գրիգորյանը եւ Անժելիկ Ալեքսանյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Փետրվարի 20-ին ինչ օր է փետրվարի 20-ին։ Ուրբաթ։ Հա, կարծես է ուրբաթ օր է։ Իմ հերթական կոչը TikTok, Instagram-ներից դուրս ենք գալիս, աղջիկների հետ ֆոտոսեսիաներն ինչ որ իսի ինչ պարապ ժամանակ անցկացնենք փոխարեն։ Սրճարաններ չենք գնում այդ օրը։ Չենք գնում ենք տոմսեր։ Կամ գնում ենք առաջ, դրանից առաջ։ Տոմսեր են գնում ընկերներով, կոլեկտիվով, զույգերով։ Եվ գնում ենք ստանալու հոգու սնունդ։ Գնացեք ժամը 19:00-ին։ Ժամը Շուշանակ խնդրում։ Այո, եւ մարտի 1-ին էլ իդեպ հաջորդ ներկայացումը մարտի 1-ին է։ Թույն։ Այո, եւ եթե փետրվարի 20-ին չհասցնեք մարտի 1-ին։ Ձեզ կրկին սիրով սպասում ենք մեր մոտ։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ, մնացեք մեզ հետ, քիչ անց կրկին կհանդիպենք, դիմավորենք մեր մյուս հյուրի իսկ հիմա գովաստ, որպեսզի ստանանք աշխատանք։